Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ես ձեզ ուրիշ օրինակ բերեմ, ասենք օրինակ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։ Մինչև հիմա մեր ենք ավիացիոն սեր ցուցակում ենք։ Եվ մեզ չի հաջողվում դուրս գալ ավիացիոն սեր ցուցակից, դա նշանակում է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ճգնաժամ կա, չի նշանակում։ Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է եւ Հայաստանում եւ Ռուսաստանում։ Բայց ես ինչպես ասել եմ, մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավելևս չենք կռվելու, որտեղ դա անլուրջ է։ Հայաստանը իր մասշտաբներով, Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարմանքով եւ մենք վերաբերվում ենք հարմանքով։ Եվ Ռուսաստանի շահերն ենք մենք վերաբերվում հարմանքով։ Ես նախին ասել եմ, ելի ասում եմ,